Երկրպագություն քեզ Տեր, շնորհակալ ենք։ Մենք գիտենք, որ դու այստեղ ես, որ դու երկրպագություն լսող ես, որ դու աղոթք լսող ես, որ դու այսօր հաստատելու ես մեր ընթացքը։ Շնորհակալ ենք Տեր։ Ողջ փառքը, պատիվը, զորությունը լինի քեզ։ Ողջ փառքը, պատիվը, զորությունը լինի քեզ։ Ողջ փառքը, պատիվը, զորությունը լինի քեզ, լինի քեզ, լինի քեզ։ Ողջ փառքը, պատիվը, զորությունը լինի քեզ։ Ողջ փառքը, պատիվը, զորությունը լինի քեզ, լինի քեզ, լինի քեզ։ Ողջ փառքը, պատիվը, զորությունը լինի քեզ։ Աբա Սուրբ Աստված, Աստծոգան փրկիչ, երբ Սուրբ Հոգի կանչում են քեզ, երբ Սուրբ Հոգի կանչում են քեզ, երբ Սուրբ Հոգի կանչում են քեզ, քո սուրբ կրակով հեղվիր այստեղ, քո սուրբ կրակով հեղվիր այստեղ, քո սուրբ կրակով հեղվիր այստեղ, քո սուրբ կրակով հեղվիր այստեղ։ Ողջ փառքը, պատիվը, զորությունը լինի քեզ, լինի քեզ, լինի քեզ։ Ողջ փառքը, պատիվը, զորությունը լինի քեզ, լինի քեզ, լինի քեզ։ Ողջ փառքը, պատիվը, զորությունը լինի քեզ, զորությունը լինի քեզ, զորությունը
լինի քեզ քոնն այս փառքերը Տեր քոնն են Տեր ողջ փառքը Տեր ողջ փառքը Տեր ողջ փառքը պատիվը զորությունը լինի քեզ լինի քեզ լինի քեզ լինի քեզ լինի քեզ լինի քեզ Աբա Հայր Սուրբ Աստված Աստծո փրկիչ Երբ Սուրբ Հոգի կանչում են քեզ Երբ Սուրբ Հոգի կանչում են քեզ Երբ Սուրբ Հոգի կանչում են քեզ քո սուրբ կրակով հեղվիր այստեղ 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 ոչ փառքը պատիվը զորությունը լինի քեզ ոչ փառքը պատիվը զորությունը լինի քեզ լինի քեզ զորությունը լինի քեզ Շարունակենք երկրպագել նրան եւ երգերի եւ աղոթքի միջոցով ասենք Տեր փառքեր քեզ արժան ես Հայր շնորհակալ ենք եւ քոնն ենք հավիտյան ես պատկանում եմ քեզ հոգով պաշտում եմ քեզ թող հոգիդ պաշտի այսօր նրան հոգի սիրում է քեզ նարժան Հիսուս կարոտում եմ քեզ ես պատկանում եմ քեզ հոգով պաշտում եմ քեզ հոգի սիրում է քեզ Հիսուս կարոտում եմ քեզ ես պատկանում եմ քեզ ես պատկանում եմ քեզ հոգով պաշտում եմ քեզ հոգի սիրում է քեզ Հիսուս կարոտում եմ քեզ Երբ աղոթքս չի ստացվում անօրենն է մտքեր բերում հենց այդ պահին ես
այցելու Վերկաց որդիս ինձ ես ասում Ես պատկանում եմ քեզ Հոգով պաշտում եմ քեզ Հոգի սիրում է քեզ Հիսուս կարոտում եմ քեզ Ես պատկանում եմ քեզ Ես պատկանում եմ քեզ Հոգով պաշտում եմ քեզ Հոգի սիրում է քեզ Հիսուս կարոտում եմ քեզ Միայն քեզ Միայն քեզ Տերը Հիսուս միայն քեզ Տեր Հիսուս միայն քեզ Կարող ես ծափարել նրան Փառք Տիրոջը Նա արժան է այսօր Միաբան մեր երկրպագությանն է արժան Տերը Նա կենթանի հայր է Այսօր ճանապարհին գալուց մտածում էի մի հարց տամ ձեզ սիրելիներս ճիշտ ասած ուզում եմ այդ հարցը նորից տամ ինքը շատ պարզ է բոլորին էլ հասկանալի է այդ հարցը ուզում էի ասեի ինչքան ես սիրում Աստծուն այս հարցն էր մտքիս գալի ուզում էի հարցնեի բոլորիդ էլի ինչքան ես սիրում Աստծուն Ինչ լավ է չէ որ ասենք կա գիտակցում որ ես սիրում եմ Աստծուն չէ ինչ ձեռք բերում է մեծ գիտակցում է Սա հոգևոր կյանքում այն ամենաթանկ գանձն է, որ մենք ձեռք ենք բերել, որ ասենք, սենց տանը նստած ես, մեկ էլ սենց ասում ես, ինչ լավ է, Տեր, որ ես քեզ ունեմ, սիրում եմ քեզ հայր, շնորհակալ եմ քեզ հայր։ Եվ այն որ պահը գալիս է, մեկ էլ մի շաբաթ անցնում է, սենց մեկ էլ մի վայրկյանում ասում ես, փառքը Տիրոջը, մեկ էլ սենց աշխարհից մարդ է նայում, ասում է, ահա, փառքը Տիրոջը։ Փառքը Տիրոջն է, որովհետև Մեկը բոլորի կյանքում պետք է գա այդ գիտակցումը ամեն բան մոտա եւ Աստծո Սուրբ Հոգու ներգործությունն ու գիտակցումը մարդը պետք է ունենա անպայման դրա համար էլ ասում ենք սիրում ենք քեզ Տեր ո՞նց ենք սիրում պետք է մտածենք եւ հասկանանք ինչպես ենք սիրում մենք Տեր Աստծուն ինչպես այսինքն մենք սիրում ենք հոգուն չէ մթնոլորտը Տիրոջ այո եւ սիրում ենք նաեւ մեկս մյուսից միայն Աստծո սերը դա մեր հարաբերություններն է իրար հետ ջերմ սիրով մաքուր ներող ինչպես որ հայրն է ներող չէ մենք էլ պետք է իրար կրենք սիրենք եւ գնանք առաջ հաղթանակելով այո ես ուզում եմ մեծ սիրով եւ հպարտությամբ բայց Աստվածանից մարդկային հպարտությունը քավլիցի շատ դժվար բանա բերում մարդու կյանքում Աստծով հպարտ եմ որ հիմա պետք է ասեմ անցայի խոսքը այս տան համար գիտեք այս տունը ինչի է համարվում Աստծո տունը որտեվ այստեղ շատ մարդիկ են բժշկվել որտեվ այստեղ շատ մարդիկ են ճաշակել Աստծո սերը որտեվ այստեղ գտնվելով սա ոչ միայն պաշտպանություն է ոչ թե Տերը միայն մեզ պաշտպանում է ինչ որ բաներից այլ այստեղ ենք որպեսի երկրպագենք նրան միաբան մենք այստեղ ենք միասին ես մեկ անգամ մտածում եմ բայց այստեղից իհարկե ինձ թույլ չեմ տա մանրամասնեմ թե ինչպես է մեր միաբանության մեջ գործում հոգին մեկ այդպիսի մտքեր եմ ունենում եւ փառք Տիրոջը որ կա այդ գիտակցումը եւ իրապես Տերը հենց այդպես էլ գործում է մեր միջոցով կատարիր քո ընծաներ այս տան համար Եվս մեկ անգամ կնշեմ, որ այս տան մեջ մարդիկ են բժշկվում, այս տան մեջ մարդիկ ճաշակում են Աստծո սերը, այս տան մեջ գնում է կենթանի երկրպագություն մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով ամեն, Հորը Որդուն եւ Սուրբ Հոգուն ամեն։ Արժան ես։ Կարող ես ինձ հետ ասել արժանի ես դու։
Արժանի ես դու, Տերն է արժան, արժանի ես դու, Տեր դու սուրբ ես, սուրբ ես, Տեր դու սուրբ ես, արժան ես, արժանի ես դու, արժանի ես դու, Տեր դու սուրբ ես, սուրբ ես, Տեր դու սուրբ ես, արժան ես, արժանի ես դու, արժանի ես դու, ամեն, արժանի ես դու, արժանի ես դու, ամեն, արժանի ես դու, արժանի ես դու, ամեն. Արժան ես Տեր, արժան ես առնելու փառքը պատիվը, զորությունը իմ Աստված։ Տեր թող այսօր բարձրանա իրական երկրպագություն։ Թող որ այսօր մեր երկրպագությունը ճեղքի երկնքի լռությունը։ Եթե երկինքն այս պահին լուռ է, Եվ եթե մեր աղոթքը այսօր դեռևս չի պատասխանվել, ապա թող երկրպագությունը այնքան սրտանց լինի, այնպես իրական, որ գաս իմ Աստված և լցնես քո տունը, քո սուրբ յուղով, քո հոգով։ Շնորհակալ եմ սիրելի Հիսուս, շնորհակալ եմ թափածդ սուրբ արյան համար։ Եթե իմ Աստվածս դու մեզ չարդարացնես, որտև դու եկար աշխարհ ոչ թե աշխարհը դատելու, այլ փրկելու։ Ոչ մի մարդ, ոչ մի հակ երբեք չի կարող արդարանալ եւ փրկվել առանց քեզ, առանց քավության, առանց քո փրկության։ Շնորհակալ եմ սիրելի Սուրբ Աստված։ Բարձրացրու քո երկրպագությունը դեպի Տերը։ Բարձրացրու եւ ասա նրան. Տեր դու սուրբ ես։ Արժանի ես դու, Տեր դու սուրբ ես, սուրբ ես, Տեր դու սուրբ ես, արժան ես, արժանի ես դու, արժանի ես դու, ամեն, արժանի ես դու, արժանի ես դու, ամեն։ Տերը օրհնի փառաբանցանքում կարող եք զբաղեցնել ձեր տեղերը։ Բարի է Տերը, ամեն։ Եվ բարի է Տերը այս առավոտ։ Կարող ես քո կողքինին սրտանց օրհնել եւ ասել. բարի է Տեր այսօր, այս առավոտ կա մեծ օրհնություն քեզ համար եւ քո կողքինին պտտվիր եւ ասա. կա մեծ օրհնություն եւ զորություն եւ Աստվածային այն պատարագը, որ այսօր բարձրացնում ես, թող սուրբ եւ ընդունելի պատարագ լինի նրան։ Ամեն։ Թող այսօրվա մեր աղոթքը բարձրանա դեպի Տերը եւ ընդունելի եւ սուրբ պատարագ մատուցանենք Աստծուն, ալելույա։ Գիտես, այսօր ուզում եմ, որ ամենքս կարողանանք հասկանալ ով է Աստված եւ ինչպես վերականգնվել Աստծո մեջ։ Ես ուզում եմ, որ դու այսօր ասես, ես ուզում եմ վերականգնում։ Վերականգնվեմ Աստծո մեջ ամեն առումներով։ Իմ կյանքի բոլոր առումների, բոլոր ոլորտների մեջ ես կարիք ունեմ վերականգնման։ Ինչ որ մեկը թող ասի, կարիք ունեմ վերականգնման։
Եվ այսօր վերականգնվելու ժամանակն է։ Գիտեք, կան վերականգնողական ճամբարներ, վերականգնողական տեղեր, երբ որ մարդիկ ինչ-որ բաներից չեն կարողանում ազատագրվել եւ գնում են վերականգնվելու եւ իրենց կյանքը փոխելու։ Այսօր կյանքը փոխելու ժամանակն է, ինչ որ մեկին ասա, այսօր իմ ժամանակն է եւ այսօր ես եկել եմ, որպեսզի Աստված ամբողջովին փոխի իմ կյանքը, որտեղ ես փոխվելու կարիք ունեմ։ Ամեն բան փոխվելու կարիք ունի։ Ամեն բան, որ այսօր երկրի վրա է եւ կանգ է առել, թող սկսի շարժվել, որտեղ ժամանակները չար են, եւ բոլորս գիտենք, որ ժամանակները շատ չար են եւ գնալով ամեն բան վատանում է, եւ իրական քրիստոնեական կյանքը պետք է որ անպայման վերականգնվի։ Ես խոսում իրական քրիստոնեական արժեքների եւ իրական քրիստոնեական կյանքի, եւ մենք ամենքս պետք է հասկանանք, որ վերականգնվելու ժամանակն է այսօր, որպեսզի Տերը երբ որ գա մենք ամենքս թափ լինենք, ամենքս կանգուն լինենք, հասկանանք ով է Աստված եւ դիմավորենք Տիրոջը։ Տիրոջ գալուստը մոտ է, սակայն այսօր շատերս չեն կարողանում գիտակցել, որ այո, Տիրոջ գալուստը մոտ է եւ ժամանակն է կանգ առնելու եւ ճանաչելու, ինչպես որ Սաղմոս 46:10 ասում է, դադարեցեք եւ ճանաչեք ով է Աստված։ Ես ուզում եմ, որ մենք այսօր դադար տանք տարբեր բաներից, դադար տանք մեր բնավորությունից, դադար տանք այն բաներից, ինչ որ անում էինք, չանեինք, եւ ժամանակն է դադարելու, դադար տվեք եւ տեսեք ով է Աստված։ Եվ այսօր վերականգնվելու, ինչ որ մեկին ասա եւ ինքդ քեզ ասա, ես պիտի վերականգնվեմ, որտեղ վերականգնվելու ժամանակն է։ Գիտեք, եթե քո ռեժիմը փոխվել է, շատ մարդիկ ասում են իմ ռեժիմը փոխվել է եւ ես գիշերները չեմ կարողանում քնել։ Քնում եմ ցերեկը, արթուն եմ մնում գիշերը եւ իմ երեխաներն էլ իմ հետ եւ այլն։ Ժամանակն է վերականգնվելու եւ ռեժիմը փոխելու։ Այդպես էլ մեր կյանքում շատ բաներ մեր ռեժիմը խախտվել է, խանգարվել է։ Շատ բաներ կան մեր կյանքում, որ խանգարվել են եւ ժամանակն է, որպեսզի իմ կյանքը վերանայեմ։ Դու պետք է քո կյանքը վերանայես եւ ինչ որ բաներ կա, որ դեռևս կառուցված չի Աստծով, դու պետք է վերադառնաս դեպի Աստված, որ Աստծո մեջ վերականգնվի։ Աստծոց դուրս շատ բաներ է եղել, Աստծուց դուրս բաներ կան, որ Աստծուց դուրս են, սակայն երբ որ դու գալիս ես Աստծո մեջ, ամեն բան վերականգնվում են քո ֆինանսները, վերականգնվում է քո ծառայությունը, վերականգնվում են քո արժեքները, եւ դու սկսում ես նոր բաներ արժեքավորել։ Բաներ կան, անարժեք բաներ կան, որ մենք ավելի արժեքավորում ենք, քան Աստծուն, քան Աստծո գործը եւ այլն։ Ինչ որ քո դեմ էր այսօր, ինչ որ քո դեմ էր, ասա ինչ որ իմ դեմ էր այսօր, եւ պիտի լվատ լիներ, Աստված այսօր կարող է շուռ տալ դեպի բարին, հաճելին եւ կատարյալը։ Ասա ինչ որ վատ բան կար եւ իմ դեմ էր, այսօր այդ ամենը կարող է Աստված շուռ տալ եւ տանել դեպի բարին, հաճելին եւ կատարյալը։ Այսօր ժամանակն է վերականգնվելու։ Ինչ որ մեկին ասա, վերականգնվելու ժամանակն է։ Գիտես ինքդ քեզ հրի այսօր եւ ասա լսիր, ինքդ քեզ ասա, ինքդ քեզ ուղակի հրի եւ ասա, այսօր վերականգնվելու ժամանակն է, որովհետեւ ամեն բանի ժամանակ կա, ասում է ժողովողը, ասա ամեն բանի ժամանակ կա եւ այսօր իմ օրն է եւ ես ուզում եմ այսօր Աստծո մեջ վերականգնում, ով չի ուզում Աստծո մեջ վերականգնվել, ես ուզում եմ Աստծո մեջ վերականգնվել, ոչ թե առանց ամաչելու նայել Աստծո աչքերի մեջ, այլ կանգնել եւ նայել Աստծո աչքերի մեջ եւ ասել այդ ժամանակ խիզախ, առանց խոսքերի, երբ որ կանգնես Աստծո առջև, Աստված տեսնի, որ դու իրական սիրում ես նրան, այսօր այդ ժամանակն է վերականգնվելու, գերբնական օր է այսօր, եւ ես այսօր ուզում եմ այստեղից հռչակել եւ ասել, թող գերբնական բաներ սկսվեն այսօր, դու մի նայի երևույթներին, ես ուզում եմ, որ դու այսօր չնայես երևույթներին, եւ ուղղակի ամեն դժվարությունները անցնես ուրախ, անցնես Աստծով, որտեղ Աստվածաշնչում գրված է, ուրախ եղեք եւ դարձյալ ուրախ եղեք։ Աստված ուզում է գերբնական վերականգնում, ասա գերբնական վերականգնում, քանի դեռ մենք այս երկրի վրա կանք ապրում ենք եւ չենք ավարտել, հաստատ իմացիր Աստված չի ավարտել։ Աստված քո կյանքում դեռևս ոչինչ չի ավարտել եւ ամեն բան շարունակվում է, ամեն բան նոր է սկսվում։ Աստված չի թողի, որ դու պարտվես։ Գիտեք, այս առավոտ ես մտածում էի, գուցե շատ ժամանակ մենք մտածում ենք, որ մենք պարտվել ենք։ Քանի մարդ կա այստեղ, որ երբեմն մտածում է, որ դու պարտվեցիր։
պարտվեցիր աշխատանքում, պարտվեցիր հարաբերությունների մեջ, պարտվեցիր ծառայության մեջ եւ Աստված քանի կա քո կյանքում նշանակում է դու չես պարտվել։ Ինչ որ մեկին ասա ես չեմ պարտվել, որովհետև կա Աստված, ես չեմ պարտվել, որովհետև կա Աստված։ Գիտես ամեն մարդ սխալական է։ Եթե մենք այստեղ սկսենք դատել մարդկանց, նեղացնել մարդկանց, եթե մենք այստեղ կանգնենք եւ մտածենք ես ավելի լավն եմ, քան մյուսը, ես ավելի քիչ եմ սխալներ արել, քան ուրիշը, ես ավելի քիչ եմ հովիվից բամբասել, քան մյուսը, ես ավելի քիչ եմ հովիվին դատապարտել, քան մյուսը, գիտես բոլորս նույնն ենք։ Սակայն փառք Աստծո, որ ունենք Աստված, բժշկող, ազատագրող, արդարացնող, սիրող։ Այդ իսկ պատճառով ես երբ որ ուզում եմ երբեմն նայել մարդկանց մեղքերին, սխալներին, նեղվել, շուռ եմ գալիս եւ նայում իմ սխալներին։ Եվ տեսնում եմ, եթե Աստված ինձ չողորմեր, ես չէի կարող լինել ողորմած մեկը։ Սակայն երբ որ Աստված է ողորմում եւ Աստված է ոռոգում, գիտես Աստված ասում է ողորմություն եմ ուզում եւ ոչ թե զո, այդ իսկ պատճառով ես ուզում այսօր մեր կյանքի մեջ գա ողորմությունը, ներումը, սերը, եւ մենք կարողանանք վերականգնվել մեր հարաբերությունների մեջ, վերականգնվել մեր դիրքի մեջ, վերականգնվել մեր ծառայությունների մեջ եւ փառք տալ Աստծուն եւ ասել Տեր, ես այնքան շնորհակալ եմ։ Ես ասեմ, որ դու տխուր չլինես։ Այստեղ եկող մարդը թող դուրս գա իր հեռախոսների միջից։ Ես խնդրում եմ ուղակի, ընդամենը դուք 1 ժամ կամ 40 րոպե, 45 րոպե պետք է լսեք Աստծո խոսքը, որ այս խոսքը դարձնես քոնը։ Եթե դու այսօր չես եկել խոսքը վերցնելու եւ դարձնելու քոնը, իզուր ես եկել։ Եթե չես եկել իրական երկրպագելու, զուր ես եկել։ Իզուր ես ժամանակ անցկացրել, զուր ես վերջը տանջվել, այս ինչ արել, ինչ արել, նախ ուզում ասել, եթե դու վիրավորված ես, ես ուզում այսօր վերականգնվես, որ քո վիրավորանքը քո միջից դուրս հանես։ Եթե դու այսօր քեզ դժբախտ ես զգում, ապա վերականգնվիր եւ քո դժբախտություններից դուրս արի, ասե ես ուզում եմ երջանիկ ապրել, ես ուզում եմ ուրախ ապրել։ Եթե հարաբերությունների մեջ լավ չեք իրար հետ, ապա այսօր թող Աստված գա եւ վերականգնվի ձեր հարաբերությունները։ Եթե այսօր դու մտածում ես, որ քո մոտ ոչինչ չի ստացվելու, ես այսօր ասում եմ, այսօր ժամանակն է եւ ասում եմ ամեն բան ստացվելու է, այսօր ժամանակն է։ Գիտեք, Աստվածաշնչում ժողովող 3-ում գրած է, կա սպանելու ժամանակ, բժշկելու ժամանակ, քանդելու ժամանակ, շինելու ժամանակ, ամեն բանի ժամանակ կա, առաջի խոսքն ասում է, ամեն բանի ժամանակ կա եւ ժամանակ կա երկնքի տակի բոլոր ձեռնարկության։ Այսօր երկնքի տակի բոլոր ձեռնարկության ժամանակն է, ամեն, այսօր ժամանակն է, ինչ որ մեկին ասա այսօր ժամանակն է, գիտեք, ես ասում եմ, որ դու այսօր քաջանաս, քաջալերես քո կողքինին եւ ասես ժամանակն է, այսօր երկնքի տակ եղած ամեն բաների մեջ վերականգնվելու ժամանակն է, ծնելու ժամանակ, մեռնելու ժամանակ, տնկելու ժամանակ, տնկածը փոկելու ժամանակ, սպանելու ժամանակ, բժշկելու ժամանակ, քանդելու ժամանակ, շինելու ժամանակ, լալու ժամանակ, ինձ հետ ես ծիծաղելու ժամանակ, սքալու ժամանակ, պարելու ժամանակ, քարեր դենգցելու ժամանակ, քարեր ժողովելու ժամանակ, գրկելու ժամանակ, գրկելուց հեռանալու ժամանակ, տեսնում եք ամեն բան լինում է կյանքում, գրկում են, գրկածը թողում են, սիրում են, սիրածը թողում են, քանդում են, սարքում են, սարքածը քանդում են, ամեն բանի ժամանակ կասում է ժողովողը, քարեր դենգցելու ժամանակ եւ քարեր ժողովելու ժամանակ, գրկելու ժամանակ, գրկելուց հեռանալու, որոնելու ժամանակ, կորցնելու ժամանակ, պահելու ժամանակ, դենգցելու ժամանակ, պատառելու ժամանակ, կարելու ժամանակ, լռելու ժամանակ եւ խոսելու ժամանակ։ Ես այսօր ասում խոսելու ժամանակն է։ Հալելույա։ Գիտեք, Աստծո խոսքում գրված է, որ դու խոսի Աստված կանի։ Ժամանակն է, որպեսզի մենք ճշմարտություն խոսենք, եւ ժամանակն է, որ մենք սկսենք շարժվել առաջ։ Ասա շարժվելու ժամանակն է, եւ ես ուզում եմ շարժվել առաջ։ Նա ամեն բան արել է 11-րդ խոսքն է ասում, նա ամեն բան արել է վայելուչ իր ժամանակին, նաև հավիտենականությունը դրել է նրանց սրտումը, բայց այնպես որ մարդը չի կարող ըմբռնել Աստծո արած գործը գլխից մինչև ծայրը։ Ոչ մի մարդ Աստծո արած գործը գլխից մինչև ծայրը չի հասկանում։ Ոչ մի մարդ Աստծո արած գործերը գլխից մինչև ծայրը չի կարող հասկանալ։ Ես չեմ կարող ամբողջովին հասկանալ Աստծուն, նա գերբնական Աստված է։
Նա աննախադեպ Աստված է եւ բաներ կարող է անել, որ մենք չկարողանանք հասկանալ ինչ անում Աստված, քեզ պետք չէ հասկանալ։ Քեզ պետք է ուղակի հետևել Աստծուն, հանձնվել Աստծուն, վստահել Աստծուն եւ ասել. Տեր, ես չեմ հասկանում դու ինչ ես անում իմ կյանքում, ես չգիտեմ ինչու, ես չգիտեմ ինչպես։ Դու չգիտես ինչպես այդ ամենը քեզ տրվեց, ինչպես քո ձեռքից վերցվեց, ինչպես է լինելու, ինչպես հետագան պիտի լինի։ Ամեն բանի հեղինակն Աստված է եւ թող Աստված այսօր գա եւ ինքը շարժի, ասա Տեր, արի եւ շարժիր այսօր։ Ես ուզում եմ քո աստվածային շարժը։ Ես ուզում աստվածային շարժը, ինչ որ կա, տեսեք Աստվածաշունչն ինչ է ասում Ժողովող 3:15-ում գրված է. ինչ որ կար, այն արդեն կար։ Ինչ որ կա, այն արդեն կար, նշանակում է մինչև այս երկիրը ստեղծելը Աստված ամեն բան արարել էր, մենք անցնում ենք արարվածի միջով։ Դու ոչինչ չես կարող ինքնուրույն փոխել, եթե Աստծուն չշարժես։ Աստված է, որ ամեն բան փոխում է։ Ինչ որ բան արդեն կար, ինչ որ ստեղծված էր, արդեն ստեղծված էր, արդեն կար եւ ինչ որ լինելու է, այն արդեն եղած է։ Ինչ որ մեկին ասա, ինչ որ լինելու է, այն արդեն եղած է։ Եվ Աստված կորոնե անցկացածը։ Արդեն անցկացածն է Աստված որոնում, սիրելի Աստծո ժողովուրդ, սիրելի մեծ դիտողներ, ես ուզում եմ, որ դու այսօր քաջալերվես եւ ասես. լսեք, ինչ որ կար, արդեն կար, Աստված ամեն բան արարեց։ Աստված ասում է, եւ Աստված արարեց 6 օրվա մեջ ամեն բան։ Աստված արարեց ամեն բան 6 օրում եւ հանգստացավ։ Այդ 6 օրվա ծրագրերի մեջ ես դու։ 6 օրում Աստված ստեղծել է այս եկեղեցին, 6 օրում այն 6 օրը, հիշում եք, ծննդոց առաջի գլխուղ, երբ որ ասում է եւ Աստված ստեղծեց երկինքը եւ երկիրը, եւ Աստված արարեց, Աստված արարեց, Աստված արարեց, Աստված կերտեց, Աստված արարեց եւ ավարտեց, ամեն բան ավարտված է։ Ամեն բան, սիրելի Աստծո ժողովուրդ, ես ձեզ մեծամեծ բաներ եմ ասում, գիտեք, նախորդ կիրակի ծառայում էի Աստծո եկեղեցում Հայաստանի, իդեպ ձեզ մեծ բարևներ Հովվի կողմից եւ այդ ժողովրդի կողմից, փառք Աստծուն, գիտեք այնքան ուրախալի է, երբ որ գնում ես Հայաստան եւ տեսնում ես սպասում կա, որ ինչ կասի Աստծո մարդը, ինչ կասի քարոզիչը, ինչ կասեն քեզ, եւ դու կվերցնես եւ քոնը կդարձնես։ Ես ուզում եմ, որ դու այսօր վերցնես այս ամենը եւ քոնը դարձնես, գիտես այնտեղ որ ծառայում եմ, ինձ ասում են մի քիչ կամաս ծառայ, որ քո հետևից հասցնենք, որովհետեւ մենք չենք կարողանում երբեմն հասցնենք այն ինչ որ դու խոսում ես, եւ ես ասում եմ, եւ այս անգամ ասում են, հա լավ էր, մենք հասցնում ենք, հետևից արագ գալիս ենք, ես ասեմ մեր ժողովուրդը սովորել է։ Մոսկվայի Աստծուն եկեղեցի ժողովուրդը սովորել են այն արագ աստվածաշնչյան խոսքերին, այն հայտնության, գիտության խոսքին, որ գալիս է երկնքից, հայտնություններով եւ զորությունով, այն ինչ որ գալիս է երկնքից, ես ուզում որ դու ամուր բռնես եւ ասես, այսօր այն ինչ որ իմ դեմ էր, այդ ամենը շուռ է գալիս դեպի բարին հաճելին եւ կատարյալը, որովհետեւ Աստված արարել է եւ քանի ես դեռ չեմ ավարտել, Աստված չի ավարտել, ինչ որ մեկին ասա, քանի դեռ ես չեմ ավարտել, Աստված չի ավարտել եւ արչեվում հաղթանակ կա, ինչ որ մեկին խրախուս եւ ասա, գիտես, արչեվում հաղթանակ կա եւ Աստված ուզում է վերականգնում, ասա վերականգնվում։ Վերականգնվելու ժամանակն է այսօր, հալելույա, մի տխրի։ Եթե ինչ որ հարաբերություններ, ինչ որ մարդու հետ հարաբերություններ չստացվեց կամ չի ստացվելու, թող եւ գնա առաջ։ Ասա ես գնում եմ առաջ։ Արչեվում ավելին կա, ավելի լավը կա, գերագույնը կա, զորավորը կա, Աստված ինձ համար լավագույնն է տվել, ապա ես ինչ եմ կարճել հնից, ինչ եմ կարճել այդ ամենից, ինչը որ Աստված չեղյալ է համարել։ Բաներ կա, որ մենք կպել ենք, բաներ կա, որ մենք կարճել ենք, բաներ կա, որ մենք, չգիտեմ, ուզում ենք ապացուցել կամ վերականգնել, ինչ որ չի ուզում Աստված վերականգնի, դու զորով մի վերականգնի, բայց երբ որ Աստված ուզում է քո կյանքը վերականգնել, քո կյանքը վերականգնել եւ քո կյանքը դարձնել բարին, հաճելին, կատարյալը, զորավորը, Աստված մեզ համար հրաշալի ծրագիր ունի։ Ում ես ընտրում այսօր Աստծուն, թե ինչ որ ճղճի անհեթեթ բաները, ես այսօր նախընտրում եմ վերականգնվել Աստծո մեջ, ամեն։ Գիտես, երբ որ դու մտածում ես պարտվել ես, ինչ որ մեկին ասա, եթե դու մտածում ես պարտվել ես, ինչ որ մեկին նորից հրի ասա, Աստված չի ավարտել։ Եթե դու մտածում ես, որ դու պարտվել ես, ասա, այսօր ասա, Աստված չի ավարտել, ինչ որ մեկին ասա, նա կվերականգնի քո կյանքը, նա վերականգնում է, ուզում եմ, որ դու այսօր շատ ուրախ լինես եւ ասա, Աստված վերականգնում է իմ կյանքը, իմ աշխատանքը, իմ ծառայությունը, իմ տունը։
Երբ որ ինչ-որ բան ես կորցրել, Աստված ասում է մի վախեցիր, որովհետև ես եկել եմ վերականգնելու, եթե ինչ-որ բան եք կորցրել, մի վախեցեք, եթե ինչ-որ բան դեպի վատին ա գնում, ես երեք իմ եղբայրներից մեկի հետ խոսում եմ եւ ծիծաղում եմ, ասում եմ, այս ինչ բան ունենք եկեղեցում անելու, բայց չունենք համապատասխան այն ինչ որ անելու ենք եւ ծիծաղում եմ, ինքն ասում է, վայ, հովիվ ջան, ասում է, ես զարմացած եմ, ասում է, դու այդ խնդրի վրա ծիծաղում ես, ես ծիծաղում եմ ամեն խնդիրների ժամանակ, ամեն խնդիրների վրա, որովհետև ամեն օր մեր կյանքը բաղկացած է մեծ փորձություններով եւ մեծ ճանապարհներով, որ մենք անցնելու ենք, եւ փարտիրոջը, որ մենք անցնում ենք, ումա պետք է կյանքը, որ չկա պայքար։ Միապաղաղ կյանք, ինչ որ միապաղաղ sense անդուր անհեթեթ կյանք։ Գիտես, ես ընդամենը 6 օր եմ եղել Հայաստանում, 6 օր հիվանդ եմ եղել։ Ես այստեղից գնացի Էնպես հիվանդ, ուղղակի դուք չգիտեք ինչքան հիվանդ եմ ես։ Երբ որ նստեցինք ինքնաթիռի մեջ, երկու ակաշներս փակվեցին, ինձ թվաց, թե ես խլացել եմ։ Եվ ասում եմ, Անուշը խոսում ասում, ես բան չեմ լսում, որտեղ ես խլացել եմ, ես բան չեմ լսում։ Եվ շատ վատ էր վիճակս, այնքան վատ էր վիճակս, դե գիտես այդ ժամանակ ոնց որ ամբողջ ջրերը լցվեին միանգամից ականջներիս մեջ, եւ ես ոչինչ սկսեցի չլսել։ Եվ չգիտեմ, ասում Տեր Աստված ջան, դու ինձ տանում ես Հայաստան հիմա, բայց ես այսպես հիվանդ, ինչպես եմ ծառայելու եկեղեցում, ինչ եմ ես անելու, որովհետև եւ Աստված ասում է, քանի դեռ չեմ ավարտել, դու չես ավարտելու։ Քանի դեռ ես չեմ ավարտել, դու չես ավարտելու։ Գիտես, հովիվը մեզ տեղ էր իրավիրել ծառայողներով, երբ որ ինքնաթիռից իջանք, մենք պետք է գնայինք այդ տեղը, իմ ասում Աստված ջան, սա փորձություն է ինձ համար, որովհետև մեծ օրհնություն է իմ դեմը, ես գնում եմ, ինձ օրհնել են, մեզ օրհնել են, մենք ծառայողներով հավաքվել ենք մեկտեղ, հավեսա պիտի հենց ինքնաթիռից են ասում սկարաբլյա նաբալ, այդ վիճակն է, հիմա գնացել եմ ինչ բալ, ինչ կարաբլյա, ինչ բալ, նստել եմ բան չեմ հասկանում, որովհետև մարդիկ խոսում են, հիմա կազմում ես սա այսպես բան է կատարվում, այնտեղ խոսում են, ես չեմ հասկանում իրանք ինչ են խոսում, ասեմ հա, ասենց ինձ ձիք եմ էլի պահում, որովհետև գիտեք, դու Աստծո մարդ ես եւ անդադ պետքա ձիք լինես, ամեն իրավիճակների մեջ ես ասում եմ, որ մենք լինենք աղտող։ Եվ ասեմ, որ նստեցի Անուշքուրը գրեց, ասում է, Նել ջան, եթե ուզում ես շուտ գնաս, ասում, չէ, սենց գերայչսկի նստած եմ, ասում եմ, չէ, բանը լավ է, ամեն բան լավ է, ամեն բան լավ է, երբ որ անգամ մարմինը քո դեմա դուրս եկել եւ մարմինը ասում է, գիտես, դու տկար ես, պիտի գնաս տունի, ուր ես գնում, խես գնում այդ տեղը, գնա տուն պարկի, չէ որ հիմա պետք է դեղ խմես կամ ես ինչ վատ ես ասում եմ նախ ասում եմ գիտեք ես վիրուսով հիվանդ չեմ վարակել որտեվ ես չեմ կարող վարակեմ ասում մարդ եմ ես վարակիչ չեմ ասում եմ բայց իրոք ես ոչ մեկին չեմ վարակել Ալլան էլ իմ հետ շփվել գրկել է ինձ վարակվել ես չես վարակվել չէ Չէ, պարկասը։ Նշանակում է իմ հետ եղած Անուշը իմ հետ էր, Սպարտակը իմ հետ է մնացել եւ այլը եւ ոչ մեկը, որովհետեւ Աստծո մարդիկ ոչ թե վատ բանով են վարակում, այլ լավ բանով են վարակում։ Հալելույա, ասա, ես լավ բանով եմ վարակելու քեզ։ Հալելույա, Տիրոջը։ Եվ հաջորդ օրը Կիրակի այդ շաբաթ գիշերը այդքան հիվանդ հասել եմ Հայաստան եւ հաջորդ օրը պետքա ծառեմ հովը հարցրեց ասեց Նել ջան վաղը կծառես ասի դե ոնց ասես հովիվ ջան կծառեմ գնացել եմ տուն Այնքան եմ հազում, դուք չգիտեք ոնց եմ հազում եւ ամեն մի երկրորդ բառից հետո այնպես եմ հազում, որ ես ես մի բան ասեմ ինքնաթիռ մի քիչ էլ ուրախացնեմ ձեզ, երբ որ արդեն վերադառնում էի 3 գիշերը, 3-4 գիշերն էր, երբ որ վերադառնում էի ինքնաթիռ նստելուց առաջ ուժեղ հազում էի, այնպես էի հազում եմ սենց ուժեղ եւ երկու խմած ռուս տղամարդ, որ հետևս կանգնած են, ու սենց գլորվում են, ասում է, «Надо меньше курить»։ Գիտեն թե ինքան եմ ծխել, որ այդ ես խրպոտ ասում եմ, ուղղակի գիտեք, վաղուց սովորել եմ մարդկանց ասածների վրա ծիծաղել։ Եվ որ ասեց «Надо меньше курить», ես էլ ասեցի, հիմա պտտվեմ ասեմ «Надо меньше пить», ասեցի, բայց հասնեմ իր մակարդակին, ուղղակի ժպտացի եւ մտա ինքնաթիռ ասում եւ Սպարտակը ասում Մյուս անգամ որ հիվանդ ելնես չգաս, ասում կգամ։ Հիվանդ ելնեմ, առողջ լինեմ, Աստված ինձ որտեղ ուղարկի ես կգամ։ Եվ ինչ եմ սա պատում, որտեղ երբ որ բարձրացա բեմ եւ սկսեցի ծառայել, շորջան միան չեմ հազացել։ Հալելույա։
Եվ ոչ ոք չի միայն ձայնից այդ խրպոտությունից մարդիկ զգացին, որ ես հիվանդ եմ, բայց ոչ միայն տենց հիվանդ եմ, այլ մի հատ նենց գլխապտույտներ ատեղ, այն որ կռավատը բռնես, ասում ես գնում ես, այն որ լյոժա, ասես գնում ես, բայց ասում եմ, բայց ես հաղթող եմ, որտեվ Աստված չի ավարտել, հալելույա։ Եվ Աստված չի ավարտել, եւ գիտեք, ծառայությունից հետո էլ հերոսական նստել եմ Հովվենց հետ, մինչև ուշ գիշեր, եւ ասեմ, որ ես մեկ օր անգամ այնտեղ տեղաշորով չեմ պարկել, որովհետեւ Աստված միշտ մեզ հետ է։ Գիտեք, երբ որ գալիս է տկարությունը եւ ամեն բան քո դեմ է, ես ուզում որ դու ասես ամեն բան իմ կողմն է, որտեվ Աստված է իմ հետ։ Եթե Աստված մեր կողմ է, ով կարող է լինել մեզ հակառակ։ Հիվանդությունը, նեղությունները, դժվարությունները, խնդիրները, կարող է խնդրեմը քեզ հաղթել։ Ես ուզում ասել, լսեք, խնդրեմին ասեք դու չես կարող ինձ հաղթել։ Դժվարությանը ասա դու չես կարող ինձ հաղթել։ Աղքատությանը գալիս ասա դու չես կարող ինձ հաղթել։ Եվ այսօր ինչ եմ ասում վերականգնում, որովհետև այլ ինչ որ մեզանից գողացվել է, եկեք այսօր հետ վերադարձնենք Հիսուսի անունով։ Գիտեք, մենք պետքա խոսենք։ Գիտես, ես մի բան երեք հասկացա, եւ այս առավոտ էլ հասկացա, ասեցի, երբ որ գալիս են դժվարությունները եւ նեղությունները, մենք սովորել ենք խեղճանալ, կքվել այդ դժվարությունների ներքո։ Մի քիչ հայկական բառապաշարս գեղեցիկ բարձրացնեմ, այսպես գրագետ։ Այո, մենք երբեմն այդ ամեն նեղությունների տակ ինչ ենք անում, կքվում ենք, կուչ ենք գալիս։ Եվ երբեմն մենք ինքան ենք խեղճանում, տեսեք, չէ՞ խեղճ քրիստոնյաներին այսպես խեղճ, դե չկա, չի լինի, դե ինչ անեմ, վատ է, ամեն բան վատ է, բայց Առակաց 6:30-32-ում գրված է, այն գողը ինչ են արհամարի, որ գողացել է իր սովը կշտացնելու համար, որովհետև սոված էր, սակայն եթե բռնվի 7 նապատիկ ավելիով, պիտի վճարի իր տան բոլոր ստացվածքը պիտի տա։ Եթե այսօր դևը բռնվել է գողության պահին, ինքը 7 նապատիկ ավելիով պիտի վերադարձնի Հիսուսի զորավոր անունով, կարող ես ասել 7 նապատիկ ավելիով, ես այսօր պահանջում եմ, ինձ տրված իշխանությամբ Հիսուսյանով, գիտես, քույրերը, իմ սիրելի քույրերը եկան մեր տուն, եւ ես գիտեք իրանց ինչ ասեցի, իմ քույրս պատմում էր իր կյանքից, այս ինչ բաներից, ես ասում եմ, գիտես որն է քո սխալը, որ դու չգիտես ինչ բան Աստծո իշխանություն եւ օգտագործել քո իշխանությունը ամեն իրավիճակների վրա մենք պետք է կարողանանք տիրել, իշխել, պահանջել եւ ասել գիտես դեպ դու պարտված ես, գիտես երբ որ իրանք մտան մեր տուն սկսեցին դե սատանեն չթողեց ես, կամ սատանեն խփեց ոտս ջարդեց, սատանեն ոտս հիվանդացրեց, ասեցի վայ, այս 30 տարիների մեջ այդքան սատանանը չէի լսել։ Ասեցի ես 5 րոպեի մեջ այնքան ասեցի սատանա ես վատացա։ Այս սատանան պարտված է, այս սիրելի Աստծո շորտ, բայց մեզ պետք է այն իշխանությունը հասկանալ եւ քո դիրքի մեջ կանգնի, ինքը տեսնում է, որ դու դիրքով կանգնած մեկն ես, հակառակ կանգնեք սատանային եւ ինքը փախչի ձեզանից։ Ձեզ պետք է ձեր դիրքի մեջ վերականգնվել, Աստծո դիրքի մեջ վերականգնվել, Աստծո իշխանության մեջ վերականգնվել, մեզ պետք է մեր դիրքը, ով ես դու։ Գիտես, եթե երկրի ղեկավարը, բոլորը ճանաչում են երկրի ղեկավարներին, եթե այս երկրի ղեկավարը անունը տամ առանց վախենալու, եթե Վլադիմիր Վլադիմիրովիչը, այսօր ինչ որտեղ է գնում, բոլորը գիտեն ինքնով է։ Բոլորը գիտեն եւ ոչ ոք չի կարող իրան արհամարել, չգիտեմ իր հետ ինչ որ ինտոնացիայով խոսել կամ ինչ որ բան, չէ, չկա նման բան։ Ինքը իր դիրքի մեջ է, ինքը երկրի թագավորն է։ Եթե Աստված այսօր մեզ ընտրել է որպես թագավորներ եւ քահանաներ երկրի վրա, գիտեք, մեր տոնակատարության օրը մեր եղբայրներից մեկը այո բարձրացավ եւ խոսում էր, գիտեք, ուղղակի այդ օրը տարեդարձ էր, եւ բայց ես համաձայն եմ այն բաների հետ։ Եթե այսօր քահանայապետը, այդ երկրի քահանապետը, Պողոս ասեց, քահանայապետին այդ տարվա ասեց ծեփած պատ, հետո ասեց, լսեք, ասեց, ես չգիտեի, որ դու այս տարվա քահանայապետն ես։ Այլապես քեզ չի ասի ծեփած պատ։ Եվ դրա համար սիրելի Աստծո ժողովուրդ, եթե կան իշխանություններ, տերություններ, պետություններ, քահանաներ, քահանապետեր, մեզ գործ չունենք դատելու, դատապարտելու, ամեն։ Մեզ ինչ է պետք, մեզ պետք է հնազանդվել Աստծուն եւ աղոթք անել երկրի իշխանությունների համար։ Մեզ պետք է մեր դիրքի մեջ վերականգնվել, մենք ով ենք մենք, մենք աչված ենք ինչ անելու, դատելու,
Մենք կանչված ենք մարդկանց արհամարելու, նեղացնելու, մարդկանց վատաբանելու, խոսելու, չէ, մենք կանչված ենք բարեխոսելու եւ մեր դիրքի մեջ որպես թագավորական քահանայություն այնպես ուժեղ կանգնելու, որ ամեն այդ ոգիները վախենան տեսնելով քեզ եւ ասեն, ես գիտեմ դու ով ես։ Գիտես, բազմիցս անգամներ, երբ որ անծանոթ մարդիկ, որոնք բռնված են եղել դևերով եւ ոգիներով, գիտեք, տարիներ առաջ մի կին էր եկել մեր եկեղեցի, մենք այդ ժամանակ դեռևս Կարինեչկա կաֆեում էինք հավաքվում, եւ ես մտա այդտեղ եւ այս կինը ինձ տեսավ եւ մատը տնկեց իմ վրա եւ գոռաց եւ փախավ եւ ասեց ես վախենում եմ քեզանից եւ սկսեց ինքը հետ տալ, իր սիրտը թափում էր եւ ես ասեցի ով է այս կինը եւ ականջները փակեց, ասեց հանկարծ չխոսես, ես վախենում եմ քեզանից, ես չգիտեի ինքը ով է, բայց երբ որ այն ներկայությունն օծությունը, որ իմ հետ միասին մտավ այդտեղ, այս կինը փախավ եւ գնաց որ իրան գցի մեծ մեքենաների տակ, որտեվ չէր դիմանում։ Իր մեջ դև կար այդ ժամանակ։ Եւ ինքը չէր դիմանում, որտեվ այդ դևերը եւ ոգիները ճանաչում են մեզ։ Երբեմն դևերն ու ոգիները ավելի շատ են ճանաչում մեզ, մեր իշխանությունը, մեր զորությունը, քան մենք, ով ենք մենք Աստծո զավակներ ենք, Աստծո որդիներ ենք եւ ունենք իշխանություն տիրելու, իշխելու, խոսելու եւ մեր խոսքը ունի իշխանություն եւ զորություն։ Եվ այս կինը փախավ, որ գնացի իրան մեքենայի տակ, ես իր հետևից գնացի եւ ինքն ասեց ինձ մի մոտեցի, ասող եմ ես, ասեց դու Աստծո մարգարեն ես եւ ինքը ես ասեցի ով է քո միջինը, ասեցի պապանցվի դև եւ ինքը ընկավ գետին եւ սկսեց ազատագրվել։ Գիտեք, շատ կարեւոր է որ դու հասկանաս, որ այդ դևերն ու ոգիները պետք չի որ դու ասես ետից գնա սատանա, բավական է որ ինքը տեսնի քո միջի իշխանությունն ու զորությունը, այն Աստծուն որ քո մեջ է։ Սիրելիներ, մենք երբեմն չենք հասկանում, որ Աստված ինքը հոգի է եւ Աստված իր հոգին դրել է մեր մեջ, մեզ դարձնելով զավակներ, Աստծո որդիներ, Աստծո զորավորներ եւ մենք չգիտենք, չենք գիտակցում, չենք կարողանում հասկանալ դա, որ մեր միջին ավելի հզոր է, առաջ Հովհաննես 4:4-ում գրված է, ձեր միջինը ավելի հզոր է, քան այս աշխարհի իշխանը, մեր մեջ ապրող Քրիստոսը ավելի հզոր է, ինչ որ մեկին ասա նա ավելի հզոր է, քան այս աշխարհի իշխանը, նա հզոր Աստված է։ Եվ մեր մեջ ապրող Աստվածը ավելի հզոր է եւ ես ուզում այսօր մեր դիրքի մեջ վերականգնվելով մենք հասկանանք եւ ասենք ես պետք է այդ գողը որ ինձանից գողացել է իմ ունեցվածքը, ստացվածքը, իմ հարստությունը, իմ ուրախությունը, իմ հարաբերությունները, իմ ընտանեկան կյանքը, չգիտեմ, ինչ որ քեզանից գողացել է 7 նապատիկ ավելով պիտի վերադարձնի, եթե բռնվել է գողության պահին։ Ես ուզում եմ, որ մենք սիրելի քրիստոնյաներ վերադառնանք իրական քրիստոնեական արժեքները դրանք խաղեր չեն։ Դրանք զորավոր գործեր են, ես ուզում եմ վերականգնվեն մեր իրական աստվածային գործերը, ասա աստվածային գործերը վերականգնվելու ժամանակն է։ Եվ այսօր հակառակորդից 7 նապատիկ ավելիով վերադարձնելու ժամանակն է, ասա իմ բոլոր կլիենտներին հետ վերադարձրու Հիսուսի անունով։ Այն որ դու գողացել տարել ես հետ վերադարձրու Հիսուսի անունով, իմ բոլոր ֆինանսները հետ վերադարձրու Հիսուսի անունով, իմ ձայնը հետ վերադարձրու Հիսուսի անունով, իմ դիրքը հետ վերադարձրու Հիսուսի անունով, այն ժողովուրդը, որ ինձանից գողացել ես, հետ վերադարձրու 7 նապատիկ ավելիով Հիսուսի զորավոր անունով, հալելույա։ Ինչ որ մեկին ասա հալելույա։ Այսօր եկել եմ եւ ասելու, Տեր, ես կանչում եմ քո սուրբ անուն, ամեն։ Լսեք, երբ որ Աստված ուզում է քեզ ավելի օրհնել, ինչ որ մեկին ասա, ինձ ուզում է ավելի օրհնել, նա թույլ է տալիս, որ հակառակորդը գողանա քեզանից, ասա, եթե հակառակորդը ինչ-որ բան է գողացել ինձանից, ապա 7 նապատիկ պիտի վերադարձնի, եւ այսօր ես եկել եմ Տիրոջ անունով ասելու, Աստված, քանի որ ուզում է ավելի մեծ օրհնությունը որդել ինձ, ասա ավելի մեծ օրհնություններով օրհնել ինձ, քան նախկինում էր, Աստված ուզում է, որ մենք հասկանանք ինչ է Աստծո վերականգնումը, ասա Աստծո վերականգնումը, ինչ է Աստծո վերականգնումը, Աստծո վերականգնում, նա ուզում է մեր հաղթանակը, ասա նա ուզում է իմ հաղթանակը, ինչ որ մեկին հայտարարի, այսօր հայտարարի երկնքի երկրի առաջ, ասա Աստված ուզում է իմ հաղթանակը։ Հալելույա։ Եթե շուտով քո ծննդյան օրն է, ապա ուրախացիր։ Մի տրտնջայվ ասա ես ծնունդ չեմ անում։ Ոնց է դու ծնունդ չես անում, քո ծնունդն արած արդեն։ Դե ես իմ ծնունդը չեմ անում, բայց քո ծնունդը երկնքից արված է։ Արարված է, ուզես թե չուզես, այդ ծնունդը արել են։ Երբեք այսպեսի արտահայտություն մի արեք, ես ծնունդ չեմ անում։
իհարկե դու ծնունդ չես անում, քո ծնունդ Աստված է անում, հալելույա։ Ասա ես ծնվել եմ, եւ պիտի ուրախանամ հովվիս հետ, իմ ժողովրդի հետ, իմ ընտանիքի հետ, իմ կնոջ հետ, իմ երեխաների հետ, որտեղ ես ծնվել եմ, ուրախացեք եւ ցնծացեք, ուրախացեք եւ ցնծացեք եւ ասա ես ծնվել եմ, որտեղ Աստված այն սնունդ տվել, հալելույա։ Ինչ որ մեկին ասա Աստվածի սնունդ է տվել, ամեն։ Շատ ժամանակ մենք պարտվում ենք։ Մի պարտվիր այսօր, մենք պարտվում ենք, որ հետո դառնանք հաղթող։ Ես ասում եմ շփտացող դեմքեր, ուրախ դեմքեր, այս խոսքը երկնքից է։ Գիտեք, մտածում եմ գիշերվա կեսին ուշ եկա տուն, հա գիտեք թե եկել եմ մտածել եմ հիվանդ եմ նվնվացի եկա պարկեցի, չէ գիշերն եկա, կես գիշեր էր, իմ եղբայրս, քույրս լավ դիմավորել էին հետաքրքիր, բայց այդ սիրուն, մաքուր, այդ լավ տունը, որ իմ քույրս այդքան օրհնել էր ինձ, մաքրել էր, ես չեք ասի, վայ մի քիչ պարկեմ ես տան մեջ, եղբայրս համով բաներ էր առել, չգիտեմ, չասեցի, որ վայ գնամ պարկեմ, մուտեմ, խմեմ իմ համար, ասեցի, բա գնեմ երեխաներիս այցելեմ, գիտեք շարժվի, այս մարմինը, ասում եմ մարմինը տկար ահա, եւ բայց հոգին հոժար, մարմինդ քեզ ամեն օր ասել է, գիտես դու լավ չես, պարկի մի քիչ ես նվնվա բան արա, ասենց քեզ վատ զգա։ Ես որ գնում եմ Սպարտակի մոտ, գիտես ինչ, այն որ ասում է բան կա, քեզ այն ոնց են ասում, նազոտուզը տանող կա, այդ ժամանակ լավ նազ ես տանում, չէ։ Հենց Սպարտակի տենում վայ ցավում, ասես մի քիչ նազոտուզ եմ անում։ Այստեղ դե նազոտուզը սով է քաշելու։ Քրիստիկ իր երեխեքի հետ, Անուշիկը իր երեխու հետ, եկեղեցու ժողովրդի իրաց գործերով են ով է գալու նստի, ես էլ նազան եմ ասում, վայ լավ չեմ, բան իրանք էլ սենց ասեն, դե լավ չես մի քիչ պարկես, հա, գլուխդ մաժեմ, սենց էսանը։ Այնտեղ գնում ես, ասում են, Սպարտակ ջան, ես լավ չեմ, ինքն ասում է, վայ նել ջան, ականջդ կաթացնեմ, ես ինչ անեմ, ես ասում, հա, ես լավ չեմ, նե, հա, բայց երբ որ տենում ես էլ չկա մեկը, որ քեզ ասի, հա, ոնց ես լավ չես, ասում ես, վերկանամ գնամ, ես ինչ բան անեմ, ու պարկեմ ով է նազուտուզս կաշելու։ Հալելույա Տիրոջը։ Ժորժ ջան, մի նազուտուզ արեք, վեր կացեք, այսօր զորավոր օր, ամեն։ Գիտեք, թույլ մի տեր, որ սատանան քեզանից ինչ-որ բան տանի։ Թույլ մի տվեք։ Ինչ որ հենց տանում է մի անգամից ձեռս բռնի, ասում է, «Էս իմն է»։ Հենց ինքը գալիս ասում ինչ-որ բան քեզանից, ասա, «Էս իմն է»։ Լսի դու ով ես, այ կեղտոտ։ Այ փրչոտ։ Դու ով ես, որ ինձանից ինչ-որ բան տանես, սա իմն է։ Դու չես կարող ինձանից որևէ բան տանես, որտեվ դա իմն է, ամեն, ան այդ մի հատ ուրախացի տենամ, էլի։ Քնելու քարոզել չի, դանթում ես բան ես անում։ Մի քիչ որ սենց քնած խոսամ, այսօր վերականգնելու օրը կարող քնեք, բայց այս բանի տակ ոնց են մարդիկ քնում այս ռիթմի տակ։ Ես չգիտեմ, շոկ է։ Բայց անցյալ կիրակի որ ինձ հիվանդացրեցիք այդ լավ էր, նստեցի ես ինչքան ուժ ունեք տվեցիք գլխիս։ Եթե շոքում եք, գնացեք եղբայրներին շարժեք, ասեք եղբայրներ ջան, այս բաների տակը սենց բան է կարելի դնել, ինչ որ ոչ թե մեր վրա փչի, այլ վերև փչի։ 15 տարի էստեղ ենք, 15 տարի չենք հասել այդտեղ, որ այս սրատա կերիկներ դնեք, որ վերև փչի, անընդհատ հովի գլխին փչի։ Հովն էլ ամեն կիրակից հետո պիտի ասի, մարդիկ էլ ասեն քիչ ծխի էլի։ Փարտիրոջ է ձեր համար։ Դե եղբայրներին քույրեր գնացեք ու ասես մի հատ բզեք այսօր։ Ասեք այսօր այս բաները սարքեք, ինչ է մյուս կիրակի գանք, որ շոկից չմեռնենք, որ Անահիտը չասի, շոկ է։ Մյուսները չեն շոքում, մենակ Անահիտն է շոքում այսօր։ Եթե այսօր մենք հակառակորդին բռնենք եւ նրանից պահանջենք, պիտի հետ տա։ Դու պատկերացնում ես, հիմա ես պայուսակս դնեմ, պայուսակիս մեջ մեծ գումար լինի, դե հավատքով թող մեծ գումար լինի, ու մեկը գա ուզենա պայուսակս վերցնես, մի անգամից կբռնեմ, կասեմ, լսեք, ես իմ պայուսակն է։ Բայց չենք թույլ տալիս, որ ձեզանից դևը գողանում տանում է։ Հիսուսի անունով հետ ուզեք։ Ես այսօր իմ ամեն ինչը հետ եմ ուզում։ Ես որոշել եմ, հաստատ ամուր կանգնել, ես որոշել եմ, իմ հողը ետ վերցնել, ես որոշել եմ, այլևս չզիջել, վերցնել օգուս ուրը եւ կռվել Հիսուսի անունով, Հիսուս
հզոր արքա, Հիսուս, Տերտերերի, Հիսուս, արքա արքաների, Հիսուս, հզոր արքա, Հիսուս, Տերտերերի, Հիսուս։ Հիսուսը Հյուդայի արյուծն է, ամեն։ Ես որոշել եմ, հաստատ ամուր կանգնել, ես որոշել եմ։ Այլևս չզիջել, ես որոշել եմ։ Ինչ-որ մեկին ասա, ես այսօր որոշումով եմ եկել։ Այլևս չզիջել, վերցնել հոգու սուրը եւ կռվել Հիսուսի անունով։ Ամեն։ Լսեք, պահանջեք ձեր ունեցված ու ստացվածքը, ձեր ծառայությունները, ձեր տեղ, ամեն, այսօր Աստված ուզում է վերականգնում, ինչ-որ մեկին ասա վերականգնում։ Մինչև մենք մեր, կարող եք մեկը բացել, լավ։ Աղբերներ, մեկ բացեք։ Ամեն բան պահանջեք, մեր ունեցածը, ասա, ոչինչ չի ավարտվի, եթե մենք չպահանջենք մեր ունեցածը, ոչինչ մի թողեք անցյալում, ասա, ոչինչ չեմ թողում անցյալում, ես ամեն բան հետ եմ պահանջում Տեր Հիսուսի անունով, ամեն բան պահանջեք, ամեն բան վերադարձրեք, ձեր գումարները, ասա իմ գումարները, իմ ժողովրդին, իմ ուրախությունը, իմ առողջությունը, ասա վերականգնում, իմ առողջությունը, երջանկությունը, պահանջեք Հիսուսի զորավոր անունով, Հիսուսի զորավոր անունով, մինչև դու չպահանջես չի լինելու, ես այս առավոտյան ինչ-որ բան պահանջեցի և քիչ հետո այստեղ է եղավ, ձեր ունեցածը պահանջեք, մինչև դուք չեք ասում չի լինում, ժորջան սկսեք խոսել, պահանջեք, ասես պիտի պահանջեմ, բիզնես, ասա պահանջում եմ, իմ բիզնեսի վերականգնումը, այսօր գործնական հաջողություններ, ասա խոսքը, երբ որ գալիս է երկիր, մինչև չոռոքի այդ երկիրը չի վերադառնալու դեպի Աստված, ասա խոսքը այսօր եկել է ոռոքելու քեզ, ասա ոռոքելու, ասա մինչև այս տարվա վերջ, այդ ինչ որ ինձանից գողացել է դևը, յոտապատիկ ավելի օպիտի վերադարձնի, լսեք, մենք դեռևս չենք գիտակցում, շուտով նոր տարի է, տարին վերջացավ, բայց մենք դեռևս չենք գիտակցում, որ տարի ավարտում, տարին սկսեց շատ դժվար, ես ձեզ ասեմ, դժվար տարի էր այս տարի, տարին սկսվեց դժվարություններով, բայց թող մյուս տարին սկսվի ուրախությունով, զորություններով և թող ոչ իմ մարդ այս եկող տարվա մեջ 26 թվին թող չասի ես պարտվեցի, թող ասի ես պահանջեցի և ստացա, մենք այս տարվա մեջ ունեցանք շատ անկումներ, շատ դժվարություններ, շատ ողբերգություններ, բայց այս տարին, այդ ամենը թող մնա անցյալում և այս տարին հաղթանակի տարի հռչակենք, ամեն Հիսուսի անունով և 31-ի գիշերը, այս տարին, 31-ի գիշերը, մենք ուզում ենք միասին նշել մեր եկեղեցու անդամներով այստեղ, ինձ հետ ես, չգիտեմ ինչու նախորդ տարի մենք սա չարեցինք, բայց մեկտեղ հավաքվելը շատ լավ բան է, միասին աղոթքով ընդունել նոր տարին, միասին աղոթքով ընդունենք Աստծո Սուրբ Ծնունդը, ուրախությունը, իմ միկրոֆոնը գնում գալիս է, որտեվ Հովհաննեսը տեղում չի, ինչպես կա, թող այդպես մնա, ինձ հետ ես, միասին տոնենք, միասին ընդունենք, միասին աղոթենք, նպատակը, տարին սկսվելու, ընդունելու նպատակը բդերն ու քյուվթաները չեն, բուդը բդից մեծ էր, ամենամեծը երևի կներեք, չեմ ասի, ես միշտ 15 կիլյանս բուդ եմ սարքում, այս տարի չեմ սարքելու, սպոնել տունը չի որ ուտի, այդ ով է ուտելու 15 կիլյանս բուդը, սիրելի Աստծո ժողովուրդ, մեր նպատակը ոչ թե սեղաններով իրար զարմացնելն է, մեր նպատակը 31-ին կանգնելն է աղոթքի, ժամը 12-ը չեկած, շատ մարդիկ ասում են, մեր տուն անենք նոր կանք, ասեք ինչ անենք, մինչև այդ սկսվում աղոթքը, 11:30-ից սկսելու ենք աղոթել, մարգարեական խոսք ստանալ, ինչ կասի Աստված,
եկող տարվա համար։ Մեզ դա է հարկավոր։ Ամբողջ տնով եկեք այդտեղ։ Մի գնացեք ռեստորաններում, ինչ պետք է երկի, ով պետք է երկի, մի հատ ասեք այդ ռեստորաններում, չգիտեմ։ Յար, արի տար։ Հա ինչ հասկացաք։ Տաշի, նոր տարին եկելա։ Եկելա ինչ ունես հայտնություն։ Բայց երբ որ դու ունես հայտնություն, դու ունես աղոթք, տարին Աստծով սկսիր, որ Աստծով հաջողված լինենք։ Ամեն, ասա Աստծով հաջողված։ Մինչև այս տարվա վերջ, դե վերևս օրեր կա, մինչև այս տարվա վերջ պահանջիր քո ունեցվածն ու ստացվածքը, ոչ թե ասի չունեմ չկա, այլ ունեմ եւ կա, որտեվ Աստված է տվողը, Աստված է հարստացնողը, ամեն բանի ժամանակ կա։ Ասա ամեն բանի ժամանակ կա։ Այսօր ինչ որ մեկին ասա, գիտես ես հայտարարում եմ, որ դևը պարտված է։ Գիտես գուցե կրկնվեմ, բայց կասեմ Սունամացի կինը ամենադժվար պահին ասեց ամեն բան լավ է, ինչ որ մեկին ասա ամեն բան լավ է, երբ որ ամեն բան վատ էր, նա ասեց ամեն բան լավ է։ Ասա ամեն բան լավ է, եւ ես ուզում քեզ խրախուսել եւ ասել ամեն բան լավ է։ Կարող ես այսօր գոռալ ասել ամեն բան լավ է։ Հալելույա, ամեն բան լավ է։ Լսեք, դուք հասկանում եք ինչի մասին է խոսքը, երեխան մահացել ենք ասում ամեն բան լավ է։ Բայց որ Տերը հարություն տվեց երեխային դա փաստ է։ Այն ինչ որ այսօր մահացել է քո ձեռքերի մեջ, ասա ամեն բան լավ է։ Ասա ամեն բան լավ է, ամեն բան հնարավոր է, երբ ասուն ես հավատում։ Ամեն բան հնարավոր է, երբ ասուն ես վստահում, ձայնասո հնչում է քեզ համար, միթե կա դժվար բան Տիրոջ համար, հանձնիր նրան հոգսերը քո եւ հավատա, որ ամեն բան հնարավոր է, երբ ասուն ես հավատում։ Իրար հետ ամեն բան հնարավոր է, երբ ասուն ես հավատում։ Ամեն բան հնարավոր է, երբ նրան ես վստահում։ Ձայնասո հնչում է մեզ համար, միթե կա դժվար բան Տիրոջ համար, հանձնիր նրան հոգսերը քո եւ հավատա, որ ամեն բան հնարավոր է, երբ ասուն ես հավատում։ Միասին ամեն բան հնարավոր է, երբ ասուն ես հավատում։ Ամեն բան հնարավոր է, երբ նրան ես վստահում։ Ձայնասո հնչում է քեզ համար, միթե կա դժվար բան Տիրոջս համար, հանձնիր նրան հոգսերը քո եւ հավատա, որ ամեն բան հնարավոր է, երբ ասուն ես հավատում։ Ամեն։ Հովանես եղբայրես ռոքեր, այս երկը ռոքեր, դերորդին կարող եք նստել, էլի ժամանակ ունենք, ճիշտ այս լավ պչումա մեջքիս, ինչ կոնուշ ունի, բայց չի, բայց բացեցիք, չգիտեմ ինչ արեցիք, բայց պչումա։ Եթե ձեր երազանքները դեռևս չեն իրականացել, ուշադրություն, այն մեկնա բաց, եթե ձեր նպատակները դեռևս չեն իրականացել, մի թաղեք դրանց։ Ուզում հայտնություն ստանաս, եթե իմ երազանքը դեռևս չի իրականացրել, չեմ թաղելու։ Կա հարության զորություն, ամեն։ Նա իր ժամանակին, նա իր հատուկ ժամանակ ունի։ Արմինե քուր, եթե քո երազանքը չի իրականացել, մի թաղի։ Մի թաղեք դրանց, որովհետև ամեն բան իր ուրույն ժամանակ ունի։ Եթե անգամ ուշանում է, սպասիր նրան։ Սաղմոս 27:14 ասում է, սպասիր Տիրոջը, թող սիրտդ պինդ եւ զորավոր լինի եւ նորից սպասի Տիրոջը։
Աննա սպասի Տիրոջը։ Թող սիրտդ պինդ եւ զորավոր լինի, բայց ինչի համար սպասես։ Մի հատ հարցրու, ինչ եմ սպասում Տիրոջից։ Դե եկեք մի կողմել նայենք։ Ես ասեմ սպասի Տիրոջը, եւ եթե ուշանալ սպասի Տիրոջը, բայց այստեղ մարդիկ կան, որ երազանքել չունեն, նպատակել չունեն։ Հիմա մի հատ ուշքի եկեք, հենց տեսեք ինչ նպատակներ ունեք։ Ունեք նպատակներ, դե սպասի Տիրոջը։ Թող սիրտդ պինդ եւ ամուր լինի եւ դարձյալ սպասի Տիրոջը։ Հալելույա, ամեն։ Մի թաղեք ձեր հարաբերությունները, առողջությունը գումար տուն, թող հարություն առնի Հիսուսի անունով։ Թող հարություն առնի, ես գերբնական բաների հավատացող մարդ եմ եւ այսօր գերբնական բաների եմ հավատում։ Գերբնական բաների։ Սպարտակ ջան, քո գործերի համար աղոթում եմ եւ ասում եմ, որ դու զորավոր ես Հիսուսի անունով։ Ամեն բան լավ է, ինչ որ մեկին ասա ամեն բան լավ է։ Այն ինչ որ վատեր նորից եմ ասում, պիտի այսօր դեպի լավը փոխվի, ամեն, հալելույա։ Ես ուզում եմ այս տարի մերիս երեխա ունենա, անիս երեխա ունենա, երեխաներ, ես ուզում եմ որդեծնության տարի լինի։ Ես ուզում եմ որդեծնության տարի լինի այս տարին։ Ես ուզում եմ բարգավաճման տարի լինի։ Գիտեք, ժամանակն է, որովհետև եթե Աստվածաշունչը խոսում է 7 տարվա սով, ապա 20 թվից, երբ որ սկսվեց այդ դժվարությունները, ապա այս տարին 6-րդ տարին ենք թևակողում, եւ 6-րդ տարվա մեջ ես արդեն ուզում եմ տեսնել ամպ, որ կապել է եւ անձրևի կաթիլներ կան։ Դուք ասես երկիրը գնալով վատանում է, ես կասեմ իսկ իմ կյանքը գնալով լավանում է։ Գնալով ծաղկում ենք, սիրունանում ենք, ջայլանում ենք, լավա, չէ։ Ասա հալելույա Տիրոջը։ Մի շարժվիր այն ուղղությամբ, ինչ որ լսում ես կամ տեսնում, շարժվիր հավատքի ուղղությամբ, ասա ես պիտի շարժվեմ հավատքի ուղղությամբ։ Ես չեմ շարժվելու այն ուղղությամբ, որ տեսնում եմ կամ լսում եմ բացասական բառեր, բացասական բաներ։ Տեադորները այսօր ինչքան աշխուժ են, մենք այստեղ 3 տեադոր ունենք այսօր։ Գիտեք, չէ, որ իրանց երեխաների 3-ն էլ իմ համար տեադոր են։ Եվ ասում տեադորները ո՞նց են։ Մի վախեցեք, շարժվեք առաջ, հավատքի ուղղությամբ, ոչ թե դժբախտության ուղղությամբ, վատ բառերի ուղղությամբ։ Իմ կյանքում հիմա ամենադժվար պահն է։ Ամենադժվար, բայց ես այսօր ամենաուրախն եմ, չգիտեմ ինչ, եմ որ ասում խելք չունի ուրախ է, հիմա իմն է։ Գիտեք ինչի խելք չունեմ, որտեվ իմ խելքն Աստված է։ Որովհետև ես այսօր չեմ ուզում իմ իմաստությանը հանձնվեմ, հենվեմ, այլ ուզում եմ հանձնվեմ Աստծուն։ Հալելույա։ Ժամանակն է, որ մենք այսօր դեպին ասենք, էլ չես կարա գողանաս, հերիքա։ Ինչ որ գողացել ես հերիքա, ինչ որ գողացել ես հերիքա, հետ վերադարձրու իմ կյանքում, Աստված իմ կյանքում հաջողվել է, ես հաջողակ եմ, ինչ որ մեկին ասեք, իրար ասեք, գիտեք ես ինչքան հաջողակ եմ։ Ես միշտ այդպես եմ ասում, դուք գիտեք ես ինչ հաջողակ մարդ եմ։ Ծնվել եմ հաջողակ, մամայիս տանը ապրել եմ հաջողակ, ամուսնացել եմ, եղել եմ հաջողակ, հիմա հաջողակ եմ, գիտեք ես հաջողակ մարդ եմ։ Գիտեք ինչ եմ հաջողակ։ Աստված ասում է Եսայա մարգարեության 10-րդ գլխում ասում է ես ընտրել եմ քեզ, նաև սիրել եմ քեզ, նաև հաստատել եմ քեզ, նաև ասել եմ քեզ, իմ արդարության աչով հաստատել եմ քեզ, նաև ասել եմ քեզ, որ դու իմն ես հավիտյան։ Աստված ասում է ես ընտրել եմ քեզ, տեսեք, դու Աստծո ընտրվածն ես։ Ես ընտրել եմ քեզ, ես սիրել եմ քեզ, ես օգնել եմ քեզ, ես հավանել եմ քեզ, իմ արդարության աչով։ Գիտեք, ես արդարության աչը, երբ որ նոր էի ապաշխարել իմ տան մեջ, ես չգիտեի, որ կա արդարության աչ, որ կա Աստծո ձեռք։ Բայց ես տեսա ինչպես նա իր բազուկը երկարացրեց եւ դրեց իմ գլխի վրա եւ ասեց հավիտյան օրհնված ես դու։ Ես հավատում եմ։ Եթե ես իմ աչքերով դա տեսա, ապա դու անտեսանելի աչքով ես հավատում Աստծո ասած ամեն խոսքին, իմ արդարության աչով հաստատել եմ քեզ։ Բոլորս աչի որդիներ ենք։
Երբ որ Հակոբի կինը հղի էր եւ երեխա ունեցավ եւ ցավերի մեջ էր եւ ինքը մահացավ, երեխայի անունը դրեց ցավի որդի։ Բայց Հակոբը անմիջապես փոխեց դրա անունը եւ ասեց Աչի որդի։ Ոչ թե Բենոնի ցավի որդի, այլ Բենյամին, Աստծո Աչի որդի։ Այսօր այդ Բենյոնինը թող փոխվի եւ դառնա Աստծո Աչի որդի, ասա եթե ես ինքս համարում եի ցավի որդի, ես այսօր այս անունը շուռ եմ տալիս իմ վրա եւ ասում եմ Աչի որդի։ Ժամանակն այսօր որ դու ասես ես հաջողված եմ, որտեվ Աստծո աչքը իմ գլխին է եւ ես Աստծո, տեսեք Աստծո աչքը։ Հովանոց ասկոցի տակ բնակվող ամենակարողի շուքի տակ է հանգստանում։ Ինձ հետ եք։ Ինչ որ մեկը կարող է ասել ես քո հետ եմ։ Ես ուզում այսօր հասկանալ, որ ես Աչի որդի եմ, որ ես օրհնված եմ, իմ սերունդը օրհնված է, իմ հազարազգ օրհնված եմ, սերունդների սերունդը օրհնված, որ չկա անեցքը պարտված է։ Հիսուսի զորավոր անունով անեցքը պարտված է։ Եթե ինչ-որ մի բան քեզանից տարվել է երկրորդը մի տուր, երրորդն ու չորրորդը պահանջի հետ, Հիսուսյանով։ Նորից եմ ասում, Աստծո կամքը չէ, որ ես դև դու պարտվենք։ Տեսակ Թեոդորոս ոնց ճպտաց, հալելույա։ Տենում ես մատով էլ ցույց հատալ, ասում հալելույա։ Վերցրու զորության հոգին, շուտով կավարտեմ եւ հեռացրու վախը։ Գիտես, Անուշ հետ նստեցինք ինքնաթիռ, Անուշի կողքը մի տղամարդ էր նստած, ես այս կողքն էի, ինքը այդ 3 տեղանոցի մեջ, այդ մի տղայի հետ էր նստած, ես մի կողքի վրա էի, հենց նստեցինք, ես տղուն ասեցինք կարող եք այս կողմ գալ կամ պատուհանի տակ, որ տեղը լայնանա, ասեց, ես այնպես եմ վախենում, ասի ինչ ես վախենում, ասեց ինքնաթիռից վախենում, ասի Անուշան ձեր դիրա վրա աղոտ կարա, թող չվախենա։ Անցանց մարդու համար ասում, դե ձեր դիրա վրա թող աղոտ կարա, որ ինքը չվախենա։ Ասեցինք մենք ձեզ օրհնում ենք, ասենք ահա տեղերով փոխվենք մի անգամից։ Հո, բա ոնց։ Դուք եկեք ստե ես գամ այդտեղ։ Ես Անուշը նստեցինք, սես լայն իրար հետ ուրախ։ Երբ որ ինքնաթիռը այդքան բարեհաջող վայրեջ կատարեց, այս մարդը վերջում ես ասեց շնորհակալություն։ Աստծո մարդ, եղիր քո դիրքի մեջ։ Եթե աշխարհը վախենում է, դու այդ մարդկանց մղի, որ իրանք չվախենան։ Բայց այսօր Աստծո մարդն է վախենում։ Ես ինչքան Աստծո զավակներ գիտեմ, որ ինքնաթիռ չեն նստում, վախենում ենք, ինքնաթիռ չեն։ Այ մարդ, եթե այս ինքնաթիռը պետք է ընկնելու է, բայց եթե դու մեջտես չի ընկնելու։ Հալելույա։ Ամսի 14-ին մենք գնում ենք Հայաստան կոնֆերանս, այնքան եմ ուրախացել։ Աստծուն եկեղեցու անդամներով հավաքվում ենք։ Գալու են տարբեր տեղերից, հավաքվել ենք միասին, միաբան, 3 օր միասին, միաբան բարձրանալու ենք սարը, Տիրոջ երեստ ենք փնտրելու, պաշտելու ենք Աստծուն։ Գիտեք, եւ ես ուզում եմ, որ դու կարևորը, մենք արդեն մի քանիսս որոշում ենք կայացրել, անգամ տոմսեր ունենք, 4 հոգի արդեն որոշում ունի տոմսեր առել եւ այս 4-ս արդեն պատրաստվում ենք ամսի 14-ին մեկնելու, գնում ենք Հայաստան, ճիշտ է, տարբեր ինքնաթիռներով, տարբեր ռեյսերով, բայց ես ու Տաթևը միասին ենք, Տաթևը ընտրեց Հովիվի հետ գնալը, մարդկանց ուրիշ օդանավականներում ավելի հարմար էր, բայց կարևորը, որ իջնում ենք միաժամանակ եւ լինում ենք նույն տեղում։ Ամեն։ Ես այս տարի չեմ լացելու։ Գիտեք, ես նախորդ տարին շատ եմ լացել։ Անդադար փորձություններ, դժվարություններ, լացել ենք։ Այս տարի չեմ լացելու։ Տեսեք, տարվա վերջն ծիծաղում եմ։ Հալելույա, մենք չենք լացելու։ Հրամայելու եմ Հիսուսի անունով ամեն բան հետ վերադառնա։ Հրամայելու եմ Հիսուսի զորավոր անունով։ Վերցրու զորության հոգին եւ հեռացրու վախը։ Հեսուին շատ կարեւոր էր, որ Աստված ասում էր՝ միայն թե զորացի եւ քաջ եղիր։ Միայն թե զորացի եւ շատ քաջ եղիր։ Ես ուզում եմ այս երաշտի ժամանակ անձրևի ձայն լսեմ։
ամենուրեք երաշտա, բայց ես ուզում եմ, գիտեք, չէ ինչ է երաշտը, զասուխը։ Դուք գիտեք, չէ ինչ բան է երաշտը, երբ որ կացես սովը, համատարած սով, անձրև չկա, բայց ես ուզում ձայն լսեմ, չիկ, անձրևի կատիլներն եկան, թակ, 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 այդ անձրևն է, կաթում իմ պատուհանին, անձրևի ձայն լսեք այսօր, Անձրև, ինչ որ մեկին ասա, անձրևի ձայն եմ ուզում այսօր լսեմ, Հիսուսի անունով։ Եղյան 3.5 տարի երաշտից հետո ասեց, ամպ եմ տեսնում։ Ինչ ես տեսնում այսօր։ Ասա ամպ։ Անձրևի կաթիլներ։ Երբ որ ամբողջ Ռուսաստանը ասյոր ասում է սովի եւ բլոկադայի մեջ է, դու ասա անձրևի ձայն եմ լսում։ Երբ որ քեզ ասում են, գիտես ամենտեղ վատ է, դու մի ասա իմ մոտ էլ է վատ, իմ մոտ ավելի վատ է, քան դու պատկերացնում ես։ Ասա անձրևի ձայն եմ լսում։ Երբեք չասես իմ մոտ վատ է։ Ասա ամեն բան լավ է։ Ամեն բան լավ է, ինչ որ մեկին ասա ամեն բան լավ է։ Ամեն բան ամեն օր դժվարանում է, առանց Աստծո միջամտության ոչինչ չի լինի։ Հին զենքերով չեն կարող պատերազմել, ասա ինձ նոր զենքեր են պետք։ Ինձ հավատքի վահան է պետք, ինձ զորության Աստվածն է պետք, զորության Աստված, քեզ եմ հուսացած, իմ կյանքի դժվար պահին, դու ես իմ կողքին, ամեն, տեսեք, այս սիրելի քրոջ վերցեք պարման ծախում, դու տալիս ես ինձ թևեր, իմ արջև բացում ես նոր դռներ, փակ դռներ, Իմ ձեռքից բռնած տանում ես առաջ, ասա, շաննակուր, տեսեք իշտա, հալելույա, ոչնչացրեք թշնամուն, շատերս կորցրել ենք ուրախությունը, տիրոջ ուրախությունը իմ զորությունն է, տիրոջ ուրախությունը իմ զորությունն է, հալելույա, շուտով ուզում եմ ավարտել, Գիտես 450 տարի ժողովուրդը անապատում էր և լուռ էր։ Երբ որ սկսեցին աղաղակել, դուրս եկան այդտեղից։ Այսօր ծառայության վերջում աղաղակելու ենք։ 450 տարի լուռ էին, 450 տարի աղաղակ չկար, Տիրոջ անունը կանչող չկար, Տիրոջը սպասող չկար, Տիրոջից ուզող չկար։ Դուք չունեք որովհետև չեք ուզում։ Եթե ուզում եք, չար կերպով եք ուզում։ Այսօր Աստված եկել է ասելու ուզի Տիրոջից, որ դուրս գաս անապատից, որ դուրս գաս փարավոնի լծի տակից, որ փարավոնը որքան էլ դժվարացրել է քո վիճակը, այսօր ժամանակն է, որ դու ասես, ես կաղաղակեմ դեպի Տիրոջը։ Եթե շարունակես ինձ հետ ես լռել, կմեռնես։ Ինձ դիտող, եթե շարունակես լռել, կմեռնես, եթե աղաղակես, չես մեռնելու։ Եթե սկսես աղաղակել, դուրս կգաս օրհնության երկիր։ Գիտեք, Հակոբոսին սպանեցին, որովհետև եկեղեցին լուռ էր։ Երբ որ Պետրոսն էր արդեն բանտում, եկեղեցին սկսեց աղաղակել, և Պետրոսը դուրս եկավ բանտից, եկեք կանգնենք Տիրոջ առաջ։ Աղաղակիր դեպի Տերը, մի դադարիր, մի լռի, մի շարունակիր աղաղակել մինչև հաղթես։ Փարաբանության խումբ, խնդրեմ, մի դադարիր մինչև չհաղթես։ Աստված եկավ և Մովսեսին գիտեք ինչ ասեց, իմ ժողովրդի աղաղակը հասավ ինձ։ Ես որոշում եմ այսօր աղաղակել։ Աստված եկավ և Մովսեսին ասեց, իմ ժողովրդի
աղաղակը ինձ հասավ, ուստի ես նրանց կհանեմ, Փարավոնի լծի տակից և կտանեմ խոստմունքի երկիր։ Տեր Աստված, մենք քո առջև ենք։ Եկել ենք Աստվածս ասելու, որ հավատում եմ քեզ։ Եկել ենք աղաղակելու։ Պրոբլեմը պարտված է այսօր Հիսուսի զորավոր անունով։ Դժբախտությունը ընկած է քո ոտքերի տակ, հիվանդությունը այլանդակված է Հիսուսի անունով։ Ես հայտարարում եմ երկնքի և երկրի առաջ, Տիրոջ զորության հոգին, զգաստության հոգին, սերի հոգին, Տիրոջ զորության հոգին հաղթանակ և դարձյալ հաղթանակ, Տեր արի և ազատի մեզ։ Աստվածս Տերս, մեր Աստված, մեր հզոր Աստված։ Հանիր մեզ նեղություններից, հանիր մեզ պրոբլեմներից, թող թշնամին այսօր ևս մեկ անգամ պարտված լինի այս առավոտ։ Մենք աղաղակում ենք դեպի Տերը, Տեր Աստված, ես ուզում սպասել քեզ, քո հայտությանը, քո զորությանը։ Ես հավատում եմ գերբնական բաների։ Գերբնական բաները թող սկսեն շարժվել այսօր Հիսուսի անունով։ Մենք հետ ենք պահանջում այսօր այն ինչ որ մեզանից դեպը գողացել է։ 7 նապատիկ ավելիով Հիսուսի զորավոր անունով։ Ունեցվածք, ստացվածք, առողջություն, հաջողություն, հարաբերություններ, ժողովուրդ Հիսուսի անունով։ Թող այսօր ընկածը բարձրանա։ Թող այսօր տկարն ասի ես զորավոր եմ։ Թող այսօր լինի գերբնական հրաշքներ մեր տան մեջ, իմ տան մեջ, զորության հոգով, զորությունները թող շարժվեն։ Աստծո հպումը թող այսօր լինի մեր կյանքի մեջ։ Այսօր մենք պահանջում ենք Տևից, այն ինչ որ մեզանից գողացել է 7 նապատիկ ավելիով հետ վերադարձնելու։ Մենք այսօր տեսնում ենք երկինքը անձրևը կապած, մենք այսօր տեսնում ենք անձրևի կաթիլները եւ տեսնում ենք ապագայում մեծ հեղեղ, արդյունավետ հեղեղներ, հաղթանակներ եւ դարձյալ հաղթանակներ։ Նա դեռ չի ավարտել։ Նա դեռ չի ավարտել։ Տեր, շնորհակալ եմ, ես հավատում եմ քեզ, մեր դիտողների համար եմ այսօր բարձրացնում ձեռքերը եւ ասում եմ, մենք միասին հաղթել ենք։ Եվ Տերն ասա, մի վախեցեք, ես հաղթել եմ աշխարհին, մի վախեցեք, որտեվ նա է հաղթանակը, անող Աստվածը, եւ հաղթանակը տվել է ինձ եւ քեզ, եւ ես այսօր այս տան մեջ հայտարարում եմ հաղթանակ։ Հաղթանակ։ Ասա հաղթանակ, հայտարարի հաղթանակ այսօր, հեղաշրջում քո կյանքի մեջ, հեղաշրջում, հերիքը ինչքան որ վախեցար, մեր ամեն պարտքերը մարող Աստված է, նա է մեր պարտքերը մարող Աստվածը, հովանուց ասկոցի տակ բնակվողը, ամենակարողի շուքի տակ է հանգստանում։ Մի քիչ կամաց դեմ տպացրու, որ ձենս մեկ է լսվի։ Այո, թող թմուկի ձայն բարձրանա, բայց թող իմ ձայնի չլռեցնի։ Այն ձայնը, որ գալիս է երկնքից, թող ոգևորությունները իջնեն և թող զորության հոգին բարձրանա։ Թող հավատքը բարձրանա։ Ամեն ոգևորություն, տեսակ մի քիչ առաջ ինչպեսի ոգևորություն էր, սա իջացնում ենք։ Սա իջացրու և թող բարձրանա հավատքը։ Մեզ պետք չեն ոգևորված քրիստոնյաներ, մեզ պետք են հավատքի քրիստոնյաներ։ Մեզ պետք է նոր հավատք։ Թող հավատ ձևավորվի մեր կյանքի մեջ, զորություն։ Ես հիացած եմ Աստծով։ Նրա կատարած ամեն գործերով։ Թող Աստծո փառքը լսնի երկիրը։ Աստծո փառքը, Աստծո ուրախությունը մի տխրի, այսօր ժամանակն է ուրախանալու, մի տխրի այսօր։ Ես ուզում եմ, որ կողքին ասա, մի տխրի։ Ինքդ քեզ այսօր հրի և ասա, ես չեմ տխրելու, իմ հարցերը լուծված են արդեն, Հիսուսի անունով։ Մենք մեծարում ենք անունը քո, փառաբանում ենք
անունը քո Alfa եւ Omega դարեր երկա Հիսուս թագավորում է սուր Գահի վրա ես մեծարում եմ անունը քո Փառաբանում ենք անունը քո Alfa եւ Omega դարեր երկա Հիսուս թագավորում է սուր Գահի վրա մենք մեծարում ենք անունը քո Փառաբանում ենք անունը քո Alfa եւ Omega դարեր երկա Հիսուս թագավորում է սուր Գահի վրա մենք մեծարում ենք անունը քո Փառաբանում ենք անունը քո Alfa եւ Omega դարեր երկա Հիսուս թագավորում է սուր Արագ Գահի վրա մենք մեծարում ենք անունը քո Փառաբանում ենք անունը քո Alfa եւ Omega դարեր երկա Հիսուս թագավորում է սուր Գահի վրա մենք մեծարում ենք անունը քո Փառաբանում ենք անունը քո Alfa եւ Omega դարեր երկա Հիսուս թագավորում է սուր Գահի վրա մենք մեծարում ենք անունը քո Փառաբանում ենք անունը քո Alfa եւ Omega դարեր երկա Հիսուս թագավորում է սուր Գահի միասին մենք մեծարում ենք Միա շպտացեք էլի Ուրախացեք, ցնցացեք Նա հարություն է առել Հարություն առած ասում ենք այսօր պաշտում Հիսուս թագավորում է Մենք մեծարում ենք անունը քո Փառաբանում ենք անունը քո Alfa եւ Omega դարեր երկա Հիսուս թագավորում է սուր Գահի վրա Հովանես արդեն ինքը նոր տեսիք ունի պատկերացրեց, որ ինքը սենց նվագում է, բաներ անում Տեսակ չես, սենց արդեն ինքը այդ բաների մեջ էր Երազանք պահեք Մենք պիտի երազենք, որ լինի Սիրելի ասաժորդ, ես խնդրում եմ ծառայությունից հետո միասին հավաքվենք մեր աղոթատեղիում, միասին քննարկելու մի քանի հարցեր ունենք, կծառայենք 1 ժամի չափ միասին, այսդոհետև կգնանք մեր տներ եւ ամեն մարդ գնաց իր տունը։ Չորեքշաբթի օրը կլինի ծառայողական հավաքույթ, այսուրբաթ կներեք, այսուրբաթ չի լինելու ծառայություն, այսուրբաթ ծառայություն չենք անելու, չորեքշաբթի օրը Իսկ կլինի համար, կլին քաղաք գնալու համար, ես հավելյար կհայտարարեմ, Կիրակի օրը ժամը 11-ին, օրհնված եղեք Հիսուսի անունով։